քույրեր եղբայրներ, Կրասնոդարեցեն բարևներ են բերել ձեզ, ընդունում եք թե չէ, ընդունում եք, Աստվածը փառավորվի քույրեր եղբայրներս։ Ես ուզում եմ եղբայրներիս խոսքը շարունակեմ, անկեղծ ասած, այստեղ արդեն երրորդ անգամ եմ ձեզ մոտ, սքանչելի է, շատ սքանչելի է քույրեր եղբայրներս։ Բայց նաև ունեմ ձեզ ասելու, որ ժամանակ արդեն մոտ եկացել է, որպեսզի իմանանք, հնարավոր է, որպես այսպիսի գեղեցիկ տեղերում մեր չկարողանանք հավաքվենք, արդեն սա մոտ է։ Սրա համար ուզում եմ ասեմ, որ ինչպես որ մենք այսօր օդը շնչում ենք եւ չենք տեսնում օդին, բայց դրանով ենք ապրում, չէ՞։ Այնպես էլ Աստծուն չենք տեսնում, բայց հավատում ենք, որ ինքը միշտ մեզ հետ է, որտեղ մեզ ինքը շատ է սիրում։ Եվ հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը արդեն Տայսոտ Հովհաննեսի մեջ վերջի 26 համարի մեջ արդեն ինքը մեզի համար աղոթք արել արդեն, որ Աստված դու սիրես ինչպես ինձ է սիրում, այդ սիրով սիրեք ժողովրդիդ, որ մենք ենք քույրեր եղբայրներս։ Մենք կասկածելու ոչ մի բան չունենք Աստծո սիրո վրա։ Գիտեք, Աստվածաշունչ Մատթեոսը առաջի գլխից մինչև վերջի գիրք նա մի բանի մասին է խոսում քույրեր եղբայրներ։ Եղբայրները շատ բաներ են խոսում, շատ անգամներ լսում ենք։ Մի բանի մասին է խոսում ինքը։ Ասում է, որ ես քեզ շատ եմ սիրում։ Ինքը սիրում է քեզ։ Ինքը այնքան է սիրում քեզ, այդ համարները, որ մենք հաճախակի կրկնում ենք, իմացանք, թե ինքը իր ասելը, որ սիրում է, ինչպիսին հայտնեց ինքը։ Ինքը ջիվանը չի, որ ասի, թե ես քեզ սիրում եմ, Գագիկ աղբեր։ Ու հանգարց մոռանա Գագոյի համար, որ Գագոն հիվանդանոցում է, տառապում է, ինքնից պետք չի։ Հիսուս ինքը որդուն տվեց։ Նա ապացուցեց, թե ինքը ինչպիսին է քեզ սիրում։ Այսօր մենք արժանացել ենք, որպեսզի իր ասելը մենք գնահատենք քույրերս եղբայրներս։ Այս հիման վրա ես ուզում եմ կարդալ համարներ, տեսեք, գրված է ուրեմն Եսայի մարգարության 43:4 խոսքի մեջ ասում է, որովհետև իմ աչքին պատվական երևցար պատիվ գտար եւ ես քեզ սիրեցի եւ քո փոխարեն մարդ պիտի տամ եւ ժողովուրդներ քո հոգի փոխարեն։ Ասում է, քեզ այնքան շատ եմ սիրում, քեզ է ասում, ինձ է ասում, որ քո փոխարեն ես պետք է մարդ տամ։ 103-ի մեջ Սամոսի մեջ ասում է, ես չեմ նայի քո մեղքերին, քո անցանքներին, քո արարքներին, որքան որ բարձր երկինքը երկրի վրա, այնքան պետք է ես քեզանից հեռացնեմ։ Քույրեր եղբայրներս։ Ասում է, եկեք վիճաբանենք, ասում է Տերը։ Եթե քո մեղքերը կրկին կարմիրի պես են, պետք է ձյունից սպիտակ լինեն։ Եթե հորդան կարմիրի պես են, պետք է ասրի պես սպիտակ լինեն։ Ինքն է ասում, Աստվածը։ Տիեզերքի արարիչը, ստեղծողը, այն ինչ որ քո աչքերը տեսնում են եւ քո ակարները լսում են, ինքն է ասում։ Եվ ուզում եմ կարդամ նաեւ համար սա գրված է Երեմիա մարգարության 31-րդ խոսքից։ Հերված իրևցել է Տերը ինձի, թե հավիտենական սիրով սիրել եմ քեզ, դրա համար քաշեցի քեզ ողորմությունով։ Այսինքն ոչ թե ժամանակավոր սիրով, ոչ թե մարդու ասած սիրով, այլ Աստվածը քեզ սիրել է հավիտենական սիրով քույրերս եղբայրներս։ Այն սերը, որը որ այսօր մարդուց վիճակից, անկախությունից, մտքից, մնտորտից վեր բանա քույրեր եղբայրներս։ Սերը, որը որ չկարողացավ հաղթել ոչ մի բան, միայն նա, որը որ Քրիստոսն էր, հաղթեց մահվան։ Այդ սերն էր, որ հաղթեց մահվան, եւ նրա սիրով է, որ դու այսօր ազատագրված ես։ Ազատ ես քո մարդկային բնությունից։ Ազատված ես քո մարդկային երևերներից, քույրերս եղբայրներս։ Սրա համար Աստվածն այսօր հրավիրել է քեզ, որ դու պետք է լսես իր խոսքը։ Իր աստվածային խոսքը լսես, որ ունենաս իր բնությունը։ Ինչպես երանելի եք դուք ասեմ ձեզի, որպեսզի հաստատ հավատանք, թե այսօր եկել ես, ուր ես եկել, ինչ ես եկել, քեզ ով է բերել, դու դրա մասին խաբար ես։ Ես ես քանի օրը պետք է պաշտամունքների մասնակցեի, բայց ուրեմն առողջականը չէր ներում, ասում է գնամ ժողովրդին ինչի համար փորձության մեջ մարդկանցը, ասենք, զարազի տանեմ, էլի։ Բայց սիրտս միտքս միշտ էստեղ էր։
եղբայրական, այնտեղ կոնֆերանս, այնտեղ չգիտեմ հավաքույթներ։ Մեր Աստծունը, մեր Աստծո հետը շատ լավ է քույր եղբայրներ, չկա լավ տեղ այստեղից բացի, չկա իմ սիրելի քրիստոնյա եղբայրս։ Մեր Աստված օգնել է մեզ, որ մենք լսենք իր խոսքը, եթե մենք չլսենք, չենք կարողանում հավատալ, եթե մենք չհավատանք, չենք կարող ճանաչել մեր Տիրոջը քույր եղբայրներ, եթե մենք չճանաչենք, չենք կարող հաղորդակցվել նրա հետ, եթե մենք չհաղորդակցենք, չենք կարող վերստին ծնունդ ունենալ, եթե մենք վերստին ծնունդ չունենանք, չենք կարողանում Աստծո հետ միաբանվել, նրա բնությունը ունենալ։ Եվ նրա բնությունը չունենալով մենք որտեղից կարող ենք իր սիրել կամ Աստծո սիրուն հասկանալ։ Թող փառավորվի Աստծո սուրբ անունը։ Ես ուզում եմ կարդալ նաև համար սա գրված է Եզեկիելի ուրեմն 36-ի 24-ից կկարդամ։ Ձեզ պիտի առնեմ ազգերի միջից եւ ժողովեմ ձեզ ամեն երկրներից եւ ձեզ բերեմ ձեր հողը եւ ձեզ վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ եւ մաքուր պիտի լինեք ձեր բոլոր պղծություններից եւ ձեզ բոլոր կուրքերից պիտի մաքրեմ ձեզ եւ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ եւ նոր հոգի պիտի դեմ ձեր մեջումը եւ վեր պիտի առնեմ ձեր մարմնից քարագեն սիրտը եւ ձեր մարմնեղեն սիրտ պիտի տամ եւ իմ հոգին պիտի դնեմ ձեր մեջումը եւ պիտի անեմ որ իմ օրենքների մեջ վարվիք եւ իմ դատաստանները պահեք եւ նրանց կատարեք եւ բնակվեք այն երկրում որ տվել եմ ձեր հայրին իմ ժողովուրդ լինեք եւ ձեզի Աստված լինեմ քույր եղբայրներս։ Տեսեք Աստվածը մեզ չնայելով մեր մեղքերին, մեր հանցանքներին, մեր արկներին չնայելով ինքը մարդուն ինքը իմանում է, մարդու բնությունը ինքը իմանում է, իմ բնությունը ինքը իմանում է, որ մարդը ադամական բնությունից ծնված, պորտալարից ծնված մարդկային ինքը չի կարողանում առանց Աստծո հոգի, առանց Աստծո կարողություն ունենա ազատագրվել, Աստծուն սիրել եւ Աստծուն հասկանալ քույր եղբայրներս։ Սրա համար Աստվածը մարդուն ինչ որ արեց մարդը Աստծո հանդեպ դա գրված Աստծո գրքի մեջ է, ես չեմ ուզում մանրացնել ժամանակի պատճառով, փաստորեն մարդը գտնվավ Աստծո առաջ աննազանդ, բայց մարդու մեջ կա կարիք, որ ինքը որտեղ էլ որ լինի, Աստծո բնությունը ինքը ունենա, պակաս է, ինչ էլ որ ունենա, ինչ էլ որ անի, Մոսկվայա, Արադ երկիր է, այստեղ մենք ասում ենք մոսկվիչները շատ հարուստ են, գալիս են մեր մոտերը հողեր, չգիտեմ ինչեր, տերիտորիաներ, ինչ էլ որ ունեն, թե չունեն, միևնույնն է, նրանք կարիք ունեն մի բանի։ Նրանց մեջ մի էլեմենտ կա, որը որ կարիք ունի աստվածային բնությանը քույր եղբայրներ։ Այդ կծվածը, այդ պատերազմը, այդ ավայրան, այդ կլինիկան կմահա, որ մենք ամեն անգամ շեշտում ենք, սա Աստվածը ուզում է վերականգնի քո եւ իմ մեջը, որ ինքն էլ երևի պարտեզի մեջ է, որ մարդուն դրեց, միթե ինքը չէ սիրում մարդուն։ Մարդը հերվացավ իրանից։ Մարդը ընկավ ավայրայի տակ, մարդը ջախջախվավ, մարդը իրան հերվացրեց, բայց Աստվածը էլի հնարավորություն տվեց, շանս տվեց, ձև տվեց, որպեսզի մարդը հերու, որպեսզի մարդը վթարված, որպեսզի մարդը առանց Աստծու, որպեսզի մարդը անաստված եւ Աստվածը այդ ինչը որ ինքը արեց, ցույց տվեց թե դա ինչպիսին է դու Աստծո սուբհանունը փառավորվի։ Նաեւ ուզում եմ կարդանք մի համար քույր եղբայրներ, մենք կարող ենք այս համարների շուրջ շատ կարդանք, բայց ուզում եմ մի բան ասեմ քույր եղբայրներս, եղբայրները շատ անգամներ այս համարներ այս խոսքը կարդացել են եւ ասել են ձեզի, գիտեք, այսօր եղբայրը որ խոսեց, որ Աստվածը ինքը հոգի է, նրան ուզում են Աստված ուզում է, որ իրան պաշտեց, որ ոչ թե խոսքով եւ լեզվով, այլ գործով ճշմարտությունով։ Այսինքն այս ամեն ինչը բխում է Աստծո սիրուց քո կյանքի մեջ է։ Գիտեք, մենք այսօր տեսնում ենք, որ հոգին քննում է, թե աշխարհի մեջ ինչպիսի մարդիկ են ապրում, ինչպես են մարդիկ Աստծո անունը վերցրած եւ շուռ ու մուռ են գալիս աշխարհից այս կողմից այն կողմը, բայց Աստված այսօր ուզում է, որ դու իրան որպես հավատարիմ Քրիստոսի հետնորդ իր երեխաներից մեկը լինես սիրելի քույր եղբայրս։ Դրա համար մի եղբայր ուրեմն արնուտ շոյրով մտնում է եղբորտունը, ասում է կարճ եմ պատմում, ասում է մարդ եմ սպանել, ասում է պետք է ինձ դու փրկես, դու հավատացյալ ես, այս եղբայրը հավատացյալ եղբայրը դե ինչ անի, ասում է ուրեմն շորետ պիտի հանես, ես պիտի հագնեմ, որ կտեղ ես պետք է դատվեմ, դատապարտվեմ։ Այս եղբայրը շորերը հանում է, այս հավատացյալ եղբայրը հագնում է, հետևից գալիս են, դե տեսնում են նաշակակնիկն իրան տանում են, դատապարտելու այդ ժամանակ սպանելուց առաջ դահիճին ասում է քեզ մի խնդրանք ունեմ ասելու, մի հատ նամակ պետք է տամ 11-ին։
Այդ նամակը տալիս է, տանում է տալիս է իր եղբորը, մեջը գրած է, որ եղբայրս ես քո տեղը մեռա, բայց պետք է իմ տեղը ապրես։ Սա հիմա վրա ուզում եմ կարդամ մեկտեղ քույր եղբայրներ, որ Հիսուսի զորությունը, Հիսուսի սերը, որը որ մենք ճաշակել ենք եւ այսօր վայելում ենք, դա այնպես չի, քույր եղբայրներ, սա այնպես չի։ Այսօր որ դու ինչ որ արեցիր, հաստատ հավատացած եղել վաղը չես կարողանում անել։ Այսօր որ դու եկել ես այսօր Աստծուն պաշտելու, այսօր անցավ այս մանանան կերար, վաղվա համար էլ չկա, այսօր պիտի դա ուտես։ Եթե կա մեջը համաձայնություն երկնքից անելու մի բան, մի թող Տիրոջ սերը սարի քո կյանքի մեջը։ Արա, ու գա մի հատ ժամանակ այդ սիրուց տրված երկնքում մի հատ գանձեր, էլ չես կարող համարել քույր եղբայրներս։ Ինչ որ այսօր անում ես, եկել ես պաշտելու Աստծուն, լսելու, հնազանդվելու, բժշկվելու, անպայման դա լինելու քո կյանքի մեջը։ Եվ Տիրոջ սերը այսպես է մեզ այսօր ուղում, սիրելի քույր եղբայրս, սա Մատթեոս, ուրեմն Հովհաննեսի մեջը պետք է կարդանք։ Գրված է 3-րդ 9-ից կկարդամ, 9-րդ խոսքից։ Սրանով Աստծո սերը երկնքից երևցավ մեզանում, որ Աստված իր միածին որդին ուղարկեց աշխարհ, որ նրանով կյանք ունենանք։ Սրանում է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ որ նա սիրեց մեզ եւ ուղարկեց իր որդուն քավություն մեր մեղքերի համար։ Սիրելիներ, եթե Աստվածը այսպես սիրեց մեզ, ապա մենք էլ պետք է սիրենք իրար։ Այս վերջի խոսքը թող բոլորիս սրտին լինի հորդոր, որպեսզի այս վերջի օրերի մեջ, այս չար աշխարհի մեջը զորանանք քույր եղբայրներ, հավատացեք, հավատանում եմ ձեր հետ, որ դա միայն աստվածային սերն է, Քրիստոսի սերն է, որ քո մեջ նվաճում է, որ դու փափագում ես նրան, եւ ինչպես եղբայրս ասեց, ուտում ես նրան, եւ նրանով սնվում ես, եւ վայելում ես նրան, դա է որ քեզ կարողություն ունի պահել աշխարհի վրա։ Սերն է, որ ամեն բան չի նայում։ Սերն է, որ մեղքերի բազմության ծածկոցն է այսօր քո սրտի մեջը։ Սա համար ես հավատում եմ, որ քույր եղբայրներս մի քիչ կարող է պատահի, թե ասեք այսքան ժամանակ խոսում են սիրո մասին, հասիրո մասին, բայց չէ, այս սերը մեզ տանում է դեպի Քրիստոսին։ Այս աստվածային սերը մեզի ուղարկում է դեպի կյանքի, որտեղ այս ամեն բանը, որ մենք խոսում ենք այսօր, դրա մեջն է միայն սերը։ Թող փառավորվի Աստվածը մեր սրտերի մեջը, ամեն։ Գանք հաղորդքի